Քիչ առաջ մենք բոլորս լսում էինք Ազատություն ռադիոկայանի հաղորդումը։ Գիտեք, բավականին վիրավորական է, երբ մարդկանց առանց ճանաչելու կարողանում են իրենց սին կարծիքները հայտնել տվյալ անձանց հասցեին։ Նախ ասեմ, որ ես ներկայացա տվյալ տեղում Հովանեսյան Ռաֆիի հավաքի։ Ասացի, որ Մահապարտի այրի Աիդա Հովանեսյանն է։ Ինչու նույնիսկ շեշտեցի Մահապարտի այրի, որպեսզի հանկարծ երկրապահների անունը չհոլովի, բայց չես հասկանում, թե ինչու մեր երկրում թե ցանկացած անձնավորություն ինչ գործ նախաձեռնում է, անպայման երկրապահի անունը մեջը պետք է հոլովի։ Նախ ինչը դուր չեկավ մեզ։ Դուր չեկավ, որ հարգելի Ռաֆի Հովանեսյանը ներկայացել էր սպորտային համազգեստով։ Մեզ բոլորիս, ժողովրդիս, նա չի կարող այդպիսի համազգեստով հավատ ներշնչել, որ կարող է դառնալ մի հսկայական հանրապետության նախագահ եւ մի բազմաչարչար ժողովրդի տանել կործանման։ Հետո, ինչու՞ չէ, մենք եթերով լսել էինք, որ 3 առաջի օրը հենց Զարուհին ինքը ասաց, որ այսօր լինելու է Էջմիածնում։ Մենք մեր ընտանիքներով, առանց որևէ մեկի նախաձեռնության, առանց որևէ մեկի հրահրելու հավաքվել էինք։ Մենք որ հավաքվենք բոլորս, աշխարհ կտանք։ Մեզանից ընդամենը մի փոքր մասն էր, շատ փոքր մասը։ Մենք հավաքվել էինք ինքնական, տեսնելու մեր ոչի կողմնակիցները, ինչ խելացի բան են ասելու։ Եվ եթե նրանք իրականում խելացի որևէ նախադասություն ասեին, եւ չկպնեին կառավարությանը, հանձինս Սերժ Սարգսյանի, որ մեր նախագահն է, հանձինս մեր վեհափառի, որ մեր Սուրբ Էջմիածնի եւ ամբողջ Հայաստանի վեհափառն է, ղեկավարներին Աստված ինքն է ընտրում, եւ Տերը միշտ ասել է. ղեկավարի ընտրողը ես եմ, դուք չեք, եւ եթե ես ընտրել եմ ղեկավարին, պարտավոր եք հարգել։ Եվ մենք Տիրոջ խոսքին ընդհրաջ գնալով հարգում ենք մեր նախագահին էլ, մեր վեհափառին էլ, եւ երբեք թույլ չենք տա, որ այն մարդիկ, ովքեր չգիտեն, թե մենք ինչ ենք կորցրել, այս երկրի համար մենք ամենաթանկն ենք կորցրել, որդիներ, ամուսիններ, եղբայրներ, եւ այդ մեծ ահավոր կորուստից հետո ինչ որ մի անձնավորություն, ես իհարկե շատ կներեք, չեմ ուզում իրոնիայով ասել, բոլորովին հարգանքով եմ վարվում, խելացի, գրագետ, բայց բացարձակ չիմանալով Հայաստանի հողը որտեղից է, ջուրը որտեղից է հոսում եւ որ ջրերը ուր են գնում, նա այստեղ եկել է այսօր առանց իմանալու, թե ուր է եկել եւ ասում է, ես նոր Հայաստան եմ ստեղծում։ Նոր Հայաստան ստեղծողը չի պախարակում ուրիշներին։ Նոր Հայաստան ստեղծողը խոսում է իր անելիքներից, իր որոշումներից, որով կարողանում է մարդկանց համոզել։ Եթե դու քարկոծում ես դիմացինին, ուրեմն նշանակում է դիմացինը քեզանից մեծ է, վեր է կանգնած։ Եվ այսօր ես հպարտ եմ, որ այնքան վեր եմ կանգնած, եւ մենք զոհվածի հայրիներս այնքան մեծ տպավորություն ենք թողել, որ նույնիսկ Ազատության ձայնը մեր մասին խոսեց։ Բան չունեմ ասելու, շատ գոհ ու շնորհակալ ենք, որ մեր խոսքը կհասնի մեր ղեկավարներին, եւ բոլորը կիմանան, որ մենք իրենց իրոք սիրում ենք, իրոք գնահատում ենք, հարգում ենք նրանց անցած ճանապարհը, առավել եւս, որ մի քանի անգամ հոլովեցին մեր զորավարի անունը։ Ապացուցիր, պարոն Հովանեսյան, ապացուցիր, որ դու արժանի ես այս ազգին, չնայած հենց այնքանը, որ դու չգիտես, թե ինչպես է կառուցվել այս երկիրը, այդ մեր տղաների ու ամուսինների այրան, մենք թույլ չենք տա օտար մարդը խոսքի մեր երկիր եւ դեռ խոսի կառուցելուց։ Մեր երկիրը կառուցողը կառուցում է, կառուցողները կառուցում են եւ այսօր մենք գոհ ու շնորհակալ ենք ու հպարտ ենք, որ այսպիսի ղեկավարներ ունենք, խելացի, հասկացող, բանիմաց, դիվանագետ եւ այնքան լուրմունջ, որ մինչ օրս ես դեռ չեմ տեսել, որ գոնե մեկ անգամ թե մեր նախագահան եւ թե իր շուրջը հավաքված որևէ մի ղեկավար մի անվայել խոսք ասի որևէ մեկի հասցեին հակառակ կողմից։ Մենք մի ազգ ենք։ Իմ ամուսինը որ գնում էր պատերազմ, մեկ օր նրան հարցրեցին, թե որ կուսակցությունից ես։ Նա բոլորին ասաց, ես հայ եմ։ Կուսակցությունը որն է։ Մենք մեր հողու ջուրն ենք պաշտպանում, ոչ թե կուսակցություններ։ Սա ինչ բան է, ինչ վատ է, որ այսօր
Հայաստանի քաղաքացին այլևս իր հարևանի հետ թշնամի չի դառնա։ Ինչ է վատ է, որ անհատի ձեռքից վերցնում են եւ մի ամբողջ հսկայական պարլամենտ պետք է զբաղվի ազգի ճակատագրով։ Ահա սա այս պարլամենտը որ զբաղվեց, նոր մեր երկիրը կկառուցվի ու ճիշտ ուղով կգնա։ Եվ ողջունում եմ նորից մեր նախագահին, բոլոր նրանց, ովքեր նախագահի կողքն են, որ այսպիսի գեղեցիկ եւ լավ սահմանադրություն են ընտրել, ընդունել եւ այո ընտրողներին մեծ ողջուններ եմ հղում, որ մենք կարող ենք լավ երկիր կառուցել, մեզանից հետո մեր սերունդները լավ կապրեն, մենք էլ մեր շիրիմներում բարգությունից ու տխրությունից, որտեղ հոգիներն ապրում են, գերեզմանում շուրջ ենք կա։ Այսքանը ընդհանրեն ասում եմ, ամոթ է, չի կարելի Սուրբ քաղաքում կաթողիկոսին եւ նախագահին պախարակել։ Նա մանավանդ, երբ պախարակողը չարժե նրանց։ Այսքանը։ Փոքր ավելացում իմ կողմից, քանի որ ես ինքս Արցախյան պատերազմի մասնակից եմ եւ ունեմ հաշմանդամության կարգ նաեւ, ինձ համար շատ վիրավորական էր, որ երկրապահի մասին ասում են երկրապահ փախան մտան երկրապահ։ Երկրապահը միշտ առաջ է գնացել, երկրապահը երբեք չի փախել։ Նույն երկրապահ Հայաստանի երկրապահ կամավորականների միության վարչության նախագահը միշտ սովոր է իր զորքը առաջ տանելու։ Ամեն միտից հողը ազատագրելուց մենք չգիտեմ ինչ ապրումների մեջ ենք եղել այդ ազատագրման ժամանակ, ինչ ուրախություն։ Ես հպարտ եմ, որ այսօր զորավարի զինվորն եմ արդեն 23 տարի։ Նորից եմ շեշտում, երկրապահ վախկոտ չի, երկրապահն այն հզոր կառույցն է, որ ամենադժվար պահերին նա կարող է լինել ամենադժվար տեղերում եւ հաղթանակով վերադառնալ։ Փառք ու պատիվ մեր զորավարին, այդքանը։ Մեր տղաները կորել են, բայց ոչ մեկը մեզ ոչ մի բանով չի կարող փոխարինել դա։ Բայց իրանք որ չեն կարվել, Հայաստան են ունեն։ Այնքան Հայաստան կա կորցրած։ Թող գնան իրանք Հայաստանը այնտեղ Թուրքիայի հողերը վերցնեն, Հայաստան ստեղծեն, ապրեն։ Թող մեր երեխեքի հողն էլ թող մնա հանգիստ, արյունն էլ թող չշաղավի ոչ մի կեղտոտ մարդկանց արյունի հետ։ Թող գնան իրանք համար այնտեղ իրանք Հայաստանը ընդեղ, թող գնան այնտեղ Հայաստան։ Բայց մեր մանկու Հայաստանի հետ գործ չունեն։ Մայր Հայաստանը թող մնա մայր Հայաստան։